Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են Սոսի վերադարձին, քանի որ Լիլիթն արդեն վերադարձել է, ինչպես պարզ դարձավ նախորդ անոնսից։ Սակայն հեռուստադիտողներին հետաքրքրում է մի հարց՝ ով է մարմնավորելու Սոսի կերպարը։ Դիանա Գրիգորյանը հեռուստասերիալի սկզբում տվեց Հայկ Աֆրիկյանի անունը, նշելով, որ Հայկ Աֆրիկյանը ևս ընդգրկված է հեռուստասերիալի դերասանական կազմում, բայց դերասանն այդպես էլ հեռուստասերիալում ոչ մի կերպարով հանդես չեկավ։ Հեռուստադիտողների մեծ մասը ենթադրում էր, որ հենց Հայկ Աֆրիկյանն է մարմնավորելու Սոսի կերպարը։ Սակայն ինստագրամյան պաշտոնական էջում արված հարցուպատասխանի ընթացքում, երբ հեռուստադիտողների մեծ մասը նշել էր Հայկ Աֆրիկյանի անունը, պարզ դարձավ, որ մեծ մասը սխալվել է, քանի որ ինչպես պարզ է դառնում հրապարակումներից, տեսանյութերից ու լուսանկարներից, Հայկ Աֆրիկյանը չի նկարահանվելու հեռուստասերիալում կամ հանդես է գալու այլ կերպարով։ Այժմ քննարկվում է ևս մեկ սիրված դերասանի անուն։ Հնարավոր է, որ Սոսի կերպարով հանդես գա տաղանդավոր ու սիրված դերասան Լեռնիկ Հարությունյանը։ Նշենք, որ Լեռնիկ Հարությունյանը և Դիանա Գրիգորյանն առաջին անգամ չէ, որ համագործակցում են։ Լեռնիկ Հարությունյանը հանդես է եկել Դիանա Գրիգորյանի բազմաթիվ հեռուստասերիալներում, ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպարներով։ Նշենք, որ շատ շուտով վերջապես հայտնի կդառնա, թե ով է մարմնավորելու Սոսի կերպարը։ Կցանկանաք, որ իսկապես Լեռնիկ Հարությունյանը մարմնավորի այդ կերպարը, թե ոչ, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններ բաժնում։ Սիրված դերասանին այն հարցին, թե լուրջ դերերն եք նախընտրում, թե մի փոքր թեթև, ինչու չէ նաև հումորայինները, դերասանը պատասխանել էր. «Ինձ համար բոլոր դերերն էլ լուրջ են և ոչ պակաս կարևոր, ամենափոքրիկ դերն էլ ունի իր նրբությունն ու ճիշտ խաղալու արվեստը, շատ է եղել, երբ փոքրիկ էպիզոդիկ դեր եմ ստացել, բայց դրա համար երևի 2 օր չեմ քնել»։ Ինչպես է ստացվում լուրջ դերերից հետո անցում կատարել սերիալային, առօրեական դերերին, հարցին դերասանը պատասխանել է. «Գիտեք ինչպես է ստացվում, ուղղակի լուրջ դերերից հետո միանգամից դուրս են գալիս այդ դաշտից, չենք մնում դրա ազդեցության տակ և անցնում ենք կատարում նորին, հասկանում ենք, որ դա աշխատանք է, որը մեր կյանքի մի մասն է դարձել և որ ոչ մի դեր հավերժ չէ»։ Ինչպես արդեն նշեցինք, դերասանը մարմնավորել է նաև բացասական կերպարներ և նաև հակասական։ Հասարակության մի շերտն այն ընդունում է, ինչու չէ նաև սիրում, իսկ մի մասն էլ չափազանց անհանդուրժող է գտնվում։ Ինձ թվում է, որ դա բնական է, ինձ համար էլ սպասելի էին այդպիսի արձագանքները։ Կերպարներից մեկի մասին խոսելիս նշել է Լեռնիկ Հարությունյանը. «Իմ հերոսը իմ իրական եսի հետ բացարձակապես կապ չունի, կերտում եմ բացասական կերպար և դրան վերաբերում եմ որպես աշխատանքի։ Սակայն ի զարմանս ինձ, դերը շատերի կողմից էլ սիրվեց, ինձ հաճախ են գրում, փորձում են Լեռնոյին արդարացնել։ Հանդիսատեսի կողմից առանձնահատուկ տպավորվեց ձեր դերը Սպիտակ ֆիլմում, բավականին ծանր ու հույզերով հարուստ դեր էր, կասեք այնինչ ազդեցություն թողեց ձեր վրա և ինչ-որ կերպ փոխեց ձեր ներաշխարհը»։ Սպիտակ ֆիլմում ի սկզբանե դերս էպիզոդիկ էր։ Մասնակցեցի քասթինգին երկրորդական դերի համար, սակայն երբ նկարահանումները սկսվեցին և ես խաղացի իմ փոքրիկ դերը, այդ պահին նկարահանումները դադարեցվեցին, ես չհասկացա, թե ինչ կատարվեց։ Միայն երեկոյան ինձ հայտնեցին, որ գլխավոր դերն իմն է, իրոք անսպասելի էր, կարելի է ասել շոկի մեջ էի։ Նկարահանումներն ուղղակի աննկարագրելի են անցել, այդ 24 օրը ես իմ կերպարից դուրս չեմ եկել, քանի որ կերպարի ծանրությունն այնքան մեծ էր, որ վախենում էի մի բան այնպես չանել։ Իրոք ապրել եմ իմ հերոսի ողբերգությունը, ներաշխարհս տակնու վրա էր եղել, երկրաշարժի ժամանակ այդքան էլ մեծ չեմ եղել ու երևի չէի էլ հասկանում, թե ինչ է այն։ Սա ֆիլմի ընթացքում կատարյալ հասկացա ու պատկերացրի, թե ինչ ցավ է ապրել իմ ժողովուրդը, ինչ սարսափի միջով է անցել։ Կկարողանաք ձեր հարուստ փորձից առանձնացնել մի դեր, որն իրոք առանձնահատուկ է եղել ձեզ համար և որը սիրով ու կարոտով եք հիշում։ Կա այդպիսի դեր։ Սունդուկյան թատրոնում ունեինք արծվաբույն ներկայացում, որը 7 զինվորի, ղարաբաղցի տատիկի և լրագրողուհու մասին էր։ Դերասանուհը Մարգար էր, ով թնդանոթաձիգ էր։ Շատ եմ սիրում այդ կերպարը, չգիտեմ էլ ինչն է պատճառը։ Ի դեպ, ներկայացման մեջ բոլորս ենք սիրել մեր կերպարներն ու ընդհանուր բեմադրությունը։
վառ ու լավ հիշողություններ կան կապված դրա հետ։ Հայկական ֆիլմերում և սերիալներում հիմնականում վատ տղերքի քրեական աշխարհի ներկայացուցիչների եք խաղում, ցանկություն չունեք մարմնավորել մի հերոսի, որն իր տեսակով մոտ կլինի Լեռնիկ Հարությունյանին։ Իրոք ինձ թվում է աշխարհի բոլոր բացասական հերոսներին արդեն խաղացել եմ, որոնք առհասարակ ինձնից հեռու են։ Ինչ վերաբերում է իրական Լեռնիկին խաղալուն, ապա ճիշտն ասած չէի էլ ցանկանա, քանի որ դերասանի համար դա ամենաբարդ գործն է։ Քանի որ խոսք գնաց սիրո մասին, չեմ կարող չհարցնել նման զբաղվածության պատճառով ձեր ընտանիքը չի՞ տուժում։ Թեպետ ես ու կինս Սեդան շատ ենք աշխատում, բայց ժամանակ գտնում ենք ընտանիքով մեր դեռևս միակ դստեր Նարիի հետ ինչ-որ տեղ գնալ այգի, սրճարան, շատ ենք սիրում նաև շրջագայել, չի ասի, թե հաջողվում է ուզածիս չափ ժամանակ տրամադրել հարազատներիս, այնուամենայնիվ նրանք գիտեն, որ ինձ համար առաջին տեղում են։ Ընտանիքում եմ էներգիա ստանում, լիցքավորում, կլինի դա ժպիտ, քաղցր խոսք կամ նույնիսկ վեճ։ Վեճ։ Իհարկե, վեճից ու իրարից նեղանալուց հետո է, որ հաշտվելով բերկրանք ես ապրում։